Մարդաշատ ու տոնական տրամադրությամբ է Ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան համար 2 հիմնական դպրոցի բակը։ Դպրոցը տոնում է 100-ամյա հոբելյանը։ Հավաքվել են տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, ովքեր եկել են վերապրելու դպրոցական ջերմ օրերը եւ շնորհակալություն հայտնելու այն օջախին, որտեղից սկիզբ է առել իրենց կյանքի ուղին։ Միախառնվել են անցյալն ու ներկան, հուզմունք, կարոտ, հիշողություններ։ Տոնի առիթով կազմակերպվել է նաև շրջանավարտների ձեռքի աշխատանքների ցուցադրություն, խորհրդանշելով ստեղծագործ մտքի շարունակականությունը։ Նախքան տոնական հանդիսության մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների հուշատախտակի առջև։ Շնորհավորում եմ ձեզ եւ մեզ բոլորիս դպրոցի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Մենք բոլորս էլ քաջ գիտենք, թե դպրոցը ինչ կարևոր կրթադաստիարակչական նշանակություն ունի մեր կյանքում եւ մեր ապագան վստահված է այս դպրոցից դուրս եկող յուրաքանչյուր հայորդի եւ մեր զավակի։ Թող Աստված զորավիտ լինի ձեզ, որպեսզի կարողանաք ըստ արժանվուն իրականացնել ձեր առաքելությունը, Աստված օգնական լինի մեր ազգին, մեր հայրենիքին եւ ուժ կարողություն տա մեզ բոլորիս կատարելու մեր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Հոբելյանական միջոցառումը բացեց դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը, ով ընդգծեց, որ 100-ամյա դպրոցի պատմությունը լեցուն է նվիրվածության, գիտելիքի ու սերունդներ կրթելու անշեջ ավանդույթով։ Այստեղ կրթություն են ստացել տասնյակ սերունդներ, որոնցից շատերը մեծ ներդրում են ունեցել մեր հասարակության տարբեր ոլորտներում։ Մենք երախտապարտ ենք մեր ուսուցիչներին, աշակերտներին, շրջանավարտներին եւ համայնքի բոլոր անդամներին, ովքեր այս բոլոր տարիներին եղել են դպրոցի հաջողության ու հարատևման հիմնասյուները։ Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրել են դպրոցի բարգավաճմանը եւ արժանի սերունդների դաստիարակությանը։ Բարև ձեզ, ես ինչ եք սենց դարդոտված նստել։ Բարև Ժենիկ ջան։ Հանդից եմ գալի, ես տարի ծորեն այդքան էլ լավը չի։ Վահո, ինչ եք կորցրել, ինչի մասին եք մտածում։ Արդեն 1925 թվականն է, մեր երեխեք տներում ու եկեղեցիներում են տառաջանաշ դառնում, դուք դրա մասին մտածեք։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, որ մի լավ դպրոց ունենանք, խի մեր երեխեք ումից են պակաս։ Համաձայն եմ, ու մի լավ տեղ գիտեմ, իմաս աստեղը հենց էստեղ է, այս աղբերի կողքին։ Դուք էլ հավատում եք, որ հեսա դպրոց եք սարքելու։ Ես հավատում եմ ու վստահ եմ ոչ թե ուրիշների վրա, այլ հենց մեր ուժերի։ Մենք միշտ էլ մեր հավատքով, մեր գրերի ուժով ու վերջո մեր հայ տեսակով արել ենք անգամ անհնարինը։ Դպրոց էլ կկառուցվենք։ Խոստանում եմ պատվո շարունակել հարազատ դպրոցի սահմանդուկները, հավատարիմ մնալ նրա բարձր սկզբունքներին։ Երդվում եմ։ Խոստանում եմ պայքարել հանուն մայրենի մաքրության, հանուն արդարության, ինչպես ամեն օր անում են դա իմ ուսուցիչները։ Երդվում եմ։ Դու կրթօջախ Սուրբ Օրանհայի, դու ներկայա պատմություն բարի, զավակները թպարտարի, լույս ու ապավեն գալիքի։ Տարիների ընթացքում հաղթահարելով ժամանակի փորձություններն ու պատմական իրադարձությունները, մեր դպրոցը կարողացավ պահպանել իր արժեքները եւ կրթական բարձր որակը։ Դպրոցի սաները միշտ առանձնացել են իրենց գիտելիքներով, բարեկրթությամբ եւ հայրենասիրությամբ։ Մեր դպրոցի պատմության ընթացքում աշխատել են բացառիկ նվիրվածությամբ եւ բարձր որակով ուսուցիչներ։ Ժամանակն է բոլորին ասել շնորհակալություն։ Դպրոցի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնվեցին վաստակած հանգստի անցած, ինչպես նաև 50 եւ ավելի տարի դպրոցում աշխատող մանկավարժներին, երկարամյա նվիրված աշխատանքի, բազում սերունդների կրթման եւ դաստիարակման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։ Շնորհակալագրի արժանացավ նաև դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը։ Դպրոցի 100-ամյակը ոչ միայն տոն է, այլ նաև պատասխանատվություն։ Շարունակելու կրթական այն ավանդույթները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Մեր դպրոցը անցյալի փորձով, ներկայի հենարանով եւ ապագայի հույսով շարունակում է իր առաքելությունը՝ կրթել մտածող, ստեղծագործ եւ հայրենասեր սերունդ։ Շնորհավոր տանդ, հարազատ դպրոց։
ծառոց, հայրենիքիս քարն ես, սերունդներիդ հավերժ յարկապող տարն ես, մոխիրներից հառնող փյունիկ ժողովրդիս, հարյուրամյա կենսագրությամբ զանգի ընչող լարն ես։ Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավներ հայ, ու հավեր միանուն դու ես իմ սրտում, Հայաստան աշխարհ։ Միջոցառումը եզրափակվեց հյուրերի ելույթներով, շնորհավորանքներով ու երախտիքի խոսքերով։ Թույլ տվեք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից փոխանցել շնորհավորանքը այս գեղեցիկ միջոցառման համար եւ փոխանցեմ շնորհակալագիրը դպրոցի աշխատակազմին, մատաղ սերնդի կրթության եւ դասարակության գործում ունեցած ավանդի եւ դպրոցի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Սա մի պահ է հիշելու անցած ճանապարհը, գնահատելու բոլոր դժվարությունները, փոքր եւ մեծ ձեռքբերումները եւ ամենակարևորը զգալու, որ որքան կարևոր գործ է արվել համայնքի ինքնության պահպանության համար։ Այս հոբելյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է մեր միասնությունը, որքան մեծ դեր ունի համայնքի յուրաքանչյուր անդամ դպրոցը ուժեղ պահելու գործում։ Դպրոցը շարունակում է իր ուղին, պահելով եւ փոխանցելով այն լույսը, որ երբեք չի մարում, մայրենի, հայրենասիրության եւ հավատքի լույսը։ Ներկաներն իրենց տպավորությունները գրի առան դպրոցի հուշամատյանում, ապա շարունակեցին տոնական տրամադրությունը հյուրասիրության սեղանի շուրջ, եւս մեկ անգամ շնորհավորելով միմյանց եւ վստահորեն նշելով, որ դպրոցը մտնում է իր երկրորդ 100-ամյակը նոր թափով, նոր նպատակներով եւ նույն հավատարմությամբ, կրթության ու հայրենասիրության գաղափարներին։ Օրվա վերջում երկինք բարձրացան աղավնիներ, որպես խաղաղության, հույսի ու նոր մեկնարկի խորհրդանիշ։